Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վարշավայում հավաստիացրել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է ՆԱՏՕ-ին։ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ապակայունացնող գործողությունները եւ աջակցությունը Սիրիայի եւ Իրանի թշնամական ռեժիմներին։ Թրամփը եվրոպացի դաշնակիցներին հորդորել է միանալ Ամերիկային ծայրահեղական մահմեդական ահաբեկչության եւ դրան աջակցող գաղափարախոսության դեմ պայքարում։ Հյուսիսային Կորեայում զանգվածային տոնախմբություններով նշում են միջմայրացամաքային հրթիռի հաջողված փորձարկումը։ Փորձագետների կարծիքով այդ հրթիռը կարող է միջուկային զենք հասցնել մինչև Ալյասկայի նահանգ։ Նախագահ Թրամփը Վարշավայում նախազգուշացրել է, որ ի պատասխան փորձարկման քննարկում է որոշ չափազանց կոշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ Թրամփը աշխարհի երկրներին կոչ է արել հակազդել Հյուսիսային Կորեայի շատ վատ կեցվածքին։ Նախորդին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին ասել է, որ հարկ եղած դեպքում ԱՄՆ կարող է նաև ուժի դիմել։ Վարշավայից Թրամփը մեկնել է Համբուրգ, որտեղ գումարվում է մեծ 20-ի հավաքը։ Դրա շրջանակներում վաղը նախատեսված է Թրամփի հանդիպումը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Ամերիկան պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում թռիչքազերծ գոտիներ սահմանելու խնդրում։ Սիրիան կլինի Թրամփի եւ Պուտինի հանդիպման առանցքային թեմաներից մեկը։ Թիլերսոնի փոխանցմամբ կարևոր է, որ Համբուրգում Թրամփի եւ Պուտինի միջև տեղի ունենա բովանդակային քննարկում։ Հանդիպման կարևոր հանգամանքն այն է, որ մենք կփորձենք փոխվստահություն ստեղծել ռուսների հետ ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական մակարդակում։ Համբուրգում մեծ 20-ի հավաքի նախորդին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ չի ափսոսում Գերմանիային նացիստական գործելակերպի մեջ մեղադրելու համար։ Չէ, չեմ ափսոսում, բացարձակ, որովհետև դա իրոք նացիստական ժամանակների գործելակերպ էր, ֆաշիզմի դրսևորում, էլ ինչպես անվանես, եթե ոչ ֆաշիզմ։ Համբուրգում մեծ 20-ի գագաթնաժողովի նախորդին հրդեհվել է Porsche մակնիշի շքեղ մեքենաներ վաճառող ավտոսրահը, իսպառ ոչնչացվել է 12 գերթանկ մեքենա։ Մենք տագնապի նշանը ստացել ենք առավոտյան 3:53-ին, այստեղ 40 հրշեջ է աշխատել, այս պահին հրդեհը մարել ենք։ Իրավապահների կարծիքով տեխնիկական անսարքության վարկածը գրեթե բացառվում է, ամենայն հավանականությամբ ավտոսրահը միտումնավոր հրկիզել են, չի բացառվում, որ դա արել են հակագլոբալիստական շարժման շարքերում հայտնված անարխիստները։